Ամփոփվել են վաղաշաբաթում կայացած ՏԻՄ ընտրությունների վերջնական արդյունքները։ ԿՀ պաշտոնական տվյալներով վաղաշաբաթի ընտրություններում հաղթել է ՔՊ-ն։ Վաղաշաբաթի նոր ավականիում ներկայացված կլինեն 3 քաղաքական ուժեր՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, Հաղթանակ դաշինքը և Մայր Հայաստան կուսակցությունը։ 33 մանդատների բաշխումն ունի հետևյալ տեսքը՝ ՔՊ 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան 2 մանդատ։ Այս արդյունքներով ՔՊ-ն ձեռք է բերում ավականիում միանձնյա մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս համայնքապետ ընտրել առանց կոալիցիայի անհրաժեշտության։ Այսպիսով Նիկոլ Փաշինյանը էջմիածինցիներին տեղեկացրեց, որ եկեղեցու դեմ հարձակումներն այսուհետ պատվիրված են հենց վաղաշաբաթցիների կողմից, հայտարարել է Հայրենիք կուսակցության անդամ փաստաբան Արսեն Բաբայանը։ Նա մասնավորապես հայտարարել է՝ ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը Կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Ասել կուզի այսուհետ ինչ հանցավոր ոտնձգություններ էլ կատարեմ վեհափառի ու եկեղեցու հանդեպ, անելու եմ դա, մեղքը հենց էջմիածինցիների վրա բարթելով։ Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս նա արդեն այդպիսի մի քայլ արել է, հայտարարել էր, որ Արցախը եթե հետաքրքրում է հայ ժողովրդին, ապա պետք է հեղափոխություն անեն։ Եվ քանի որ հեղափոխություն չարեցին, մինչդեռ ուժով զսպեց, ուրեմն ժողովուրդը համաձայն է այն մտքին, որ Արցախը մեզ հետաքրքիր չէ։ Ինչ վերաբերում է Մայրաթոր Սուրբ Էջմիածնի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իրական վերաբերմունքին, ապա պետք է հիշեցնեմ դրա վերաբերյալ ամերիկյան համալսարանում հենց իր հայտարարությունը։ Էջմիածինը իմիջայլոց Մայրաթորի կառուցման վայրն է, որը համաձայն ավանդության տիրոջ իջնելու վայրն է։ Բայց դա էլ է հարց, ինչու է Տերը իջել հենց այդտեղ, որովհետև Տերն էլ չի կարող պատահական տեղ իջնել։ Նա էլ գիտի որտեղ է պետք իջնել եւ տվյալ դեպքում Տերն իջել է այդտեղ, որովհետև մայրաքաղաքն էր վաղաշաբաթը։ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը խորին շնորհակալություն է հայտնել վաղաշաբաթ խոշորացված համայնքում իրենց ձայն տված յուրաքանչյուրին, ով աջակցել է կուսակցությանը եւ համայնքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանին։ Սակայն Վանեցյանը նաեւ ափսոսանք է հայտնել արդյունքների համար։ Մենք չունենք ոչ իրավունք, ոչ էլ ժամանակ հիասթափվելու։ Իմ կարծիքով հիասթափվելը հավասարազոր է դավաճանության։ Այժմ անհրաժեշտ է համախմբել բոլոր ռեսուրսները եւ փոխել ստեղծված պատկերը։ Առավել կարևոր է դուրս բերել մեր հասարակության այն հատվածը իներտությունից, որը հետ է կանգնել քաղաքական գործընթացներից եւ չի մասնակցում ընտրություններին։ ՔՊ-ի ստացած այս արդյունքը իրականում ոչ թե հաղթանակ է, այլ ընդամենը մեր չքվյարկող քաղաքացիների նրան ընծայված նվեր է։ Այնուամենայնիվ, շնորհավորում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին, Հաղթանակ կուսակցությունների դաշինքին եւ Մայր Հայաստան կուսակցությանն իրենց արձանագրած արդյունքի համար։ Քաղաքական վերլուծաբան Արմեն Բադալյանի խոսքով, եթե այս մասով սոցհարցումներ արված լինեին, ապա կկարողանային ասել՝ սպասելի էր վաղաշաբաթի ՏԻՄ ընտրությունում նման արդյունքը, թե ոչ։ Վաղաշաբաթի ընտրությունը եւս մեկ անգամ եկավ ապացուցելու այն, ինչը մի քանի անգամ արդեն ասել եմ՝ փողոցը որպես գործոն մահացել է Հայաստանում, այլևս չկա։ Երբ Նիկոլ Փաշինյանը գնում էր Հովհաննավանքում պատարագի, ինքը վարչական ռեսուրսը քերելով հազիվ մի 1000 մարդ հավաքեց, երկրորդ անգամ ավելի քիչ էին։ Էջմիածնում ԿՊ-ի հանրահավաքին էլ շատ քիչ մարդ էր եկել, սակայն իրենք ստացան հազարավոր ձայներ։ Նույնն էլ ընդդիմությունը, շատերը խոսում են, բայց օրինակ մեր ձևով շարժման հանրահավաքին մի 15-ից 20 հազար մարդ էր եկել։ Այսօր AM-ի հետ զրույցում ասել է Բադալյանը։ Այս անգամ ընտրություններին գործել է 2013 թվականի Երևանի ավականու ընտրությունների տեխնոլոգիան։ Այն ժամանակ ասում էին, չեք ուզում հանրապետականներին ձայն տալ, ուրեմն գնացեք ժառանգությանը ձայն տվեք, բայց ԲՀԿ-ին ձայն չտաք, քանի որ այն ՀՀԿ-ի հիմնական մրցակիցն է։ Հիմա լրիվ նույն մեխանիզմն է աշխատել։ Ասել են չեք ուզում ԿՊ-ին ձայն տալ, ուրեմն տվեք հանրապետությանը կամ ազատ դեմոկրատներին տվեք։ Ոչ ոք չի կարող համոզել ինձ, որ ազատ դեմոկրատներն այնքան հայտնի քաղաքական ուժ են, որ մարզային ընտրություններում հանրապետություն կուսակցության հետ հավասար ձայն են հավաքում։ Եթե հանրապետություն կուսակցության դեպքում սա հասկանալի է, քանի որ կուսակցության ղեկավարն ակտիվ քաղաքական գործիչ է, դիրքորոշումներ է հայտնում, ապա ազատ դեմոկրատներ կուսակցության ղեկավարին հնարավոր է նույնիսկ լրագրողները չճանաչեն։ Երևում է, որ մի հատ չերևացող ձեռք այս ընտրություններին նախկին տեխնոլոգիաներն է լավ աշխատեցրել։ Ինչպես հասկանում եմ, այս մեթոդաբանությունը գնալու է նաև ազգային ժողովի ընտրություններին։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. Փաշինյանը անդրադառնալով վաղաշաբաթում ԿՊ թեկնածուի հաջողությանը անոնսում է, որ դրանով նոր լիցք է հաղորդվելու Մայրաթորի դեմ հարձակումներին։ Այս սցենարը մինչև ընտրություններ քննարկվել էր եւ ի սկզբանե պարզ էր, որ ԿՊ-ին քաղաքը վերցնել անհրաժեշտ է ոչ թե դասական առումով կառավարման, այլ վեհարանի դեմ գործողությունների համատեքստում։ Սրանով էր պայմանավորված երկրի ամբողջ ռեսուրսի կենտրոնացումը վաղաշաբաթի ուղղությամբ, որովհետև
այն ոչ թե համայնքային, այլ սեփական երկիրը հարվածի տակ դնելու նախաձեռնության մի շրջափուլն էր։ Թե վաղաշաբաթում բուն ՔՊ թեկնածուն խուսափում էր շրջանցում կաթողիկոսի եւ մայրաթորի դեմ հայտարարություն հնչեցնելուց, սակայն իր մասով իշխանության ակնկալիքն այլ էր։ Ինքը իշխանությանը պետք էր արտաքին ֆոնը ապահովելու եւ պրոցեսն անհրաժեշտ կետին հասցնելու համար, իսկ հաջորդիվ խաղի մեջ կմտցվեն նրանք, ովքեր պատասխանատու են եկեղեցու, ազգայինի եւ սեփական հանրության դեմ հակապետական գործունեության համար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի եւ անձամբ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումը Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործում։ Վարչապետը կարևորել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած խաղաղության գաղտնաժողովի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ դրանց իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը նախատեսված ժամանակացույցի համապատասխան։ Էլիսոն Հուքերը նշել է, որ Երևան է այցելել քննարկելու առևտրի ներդրումների, ենթակառուցվածքների, տարածաշրջանային կապի եւ անվտանգության ոլորտներում համագործակցությունը խորացնելու հարցերը։ Միաժամանակ նա ընդգծել է, որ պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործունեության մեկնարկի փաստը, որի նպատակն է պատմական գագաթնաժողովին ընդունած երկկողմ համաձայնագրերը կյանքի կոչելը եւ միջազգային խաղաղության եւ բարգավաճման համար Թրամփի ուղին զարգացնելը։ Պետքարտուղարի տեղակալը շեշտել է, որ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը զուգորդված Հայաստանի եւ Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ խոստանում է բացել Հարավային Կովկասը որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։ Նրա համոզմամբ սա կստեղծի նշանակալի օգուտներ եւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի եւ վարչապետ Փաշինյանի առաջնորդության շնորհիվ։ Հեցին լիցենզիայի ձրկելուց հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարել է, որ այսօրվա նիստի որոշմամբ ընդամենը դադարեցվել է հենց ՓԲ-ի լիցենզիան։ Հիմա արդեն օրենքով գործընթացներ են նախատեսվում։ Իսկ արդյոք համապատասխանում է ճշմարտությանը այն տեղեկությունը, թե հանձնաժողովի անդամները գործուղվել էին Թուրքիա բանակցելու եւ հեծը վաճառելու նպատակով, Մեսրոպյանը հաստատել է եւ պարզաբանել։ Իրականում հետեւյալի մասին է խոսքը։ Այո, հանձնաժողովի 3 անդամ, հանձնաժողովի 1 անդամ Սերգեյ Աղինյանը եւ 2 անդամներ Դավիթ Մուրադյանը եւ մյուս անդամը Ելենա Բաբոյանը մեկնել են Թուրքիա այս տարվա հոկտեմբեր ամսին հետեւյալ օրակարգով եւ հետեւյալ թեմայով։ Հայաստանի Հանրապետությունը 99 թվականից հանդիսանում է էներգետիկ կարգավորողների տարածաշրջանային ասոցիացիայի ոչ միայն անդամ, այլ նաև հիմնադիր անդամ։ 99 թվականից այս ասոցիացիան ստեղծվել է 1999 թվականին եւ Հայաստանը ստեղծման օրվանից հանդիսանում է այդ ասոցիացիայի հիմնադիր անդամ։ Ասոցիացիայում ընդգրկված են աշխարհի 47 երկրներ։ Եվ ի ուրախություն մեզ, երևի դա մեր թերությունն է, որ մեր լրատվականով, կայքերով այդ մասին չթմկահարեցինք, այս տարի Օմանում մայիս ամսին էր, եթե չեմ սխալվում, իմ գլխավորությամբ եւս պատվիրակությունը այդ ասոցիացիայի աշխատաժողովներին մասնակցել է Օմանում եւ հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը ընտրվել է այդ ասոցիացիայի նախագահության անդամ 3 տարով։ Ասոցիացիայի աշխատանքային ռեժիմը այսպիսին է. տարին 2 անգամ անդամ երկրներից որևէ մեկում աշխատաժողովներ են հրավիրում եւ այդ աշխատաժողովների օրերի ընթացքում այդ 47 երկրների պատվիրակները, ներկայացուցիչները քննարկում են էներգետիկայի վերաբերվող բազմաթիվ հարցեր։ Օրակարգային են մեր այս ժամանակաշրջանում հատկապես վերականգնող արևային էներգետիկայի հետ արկա խնդիրները, որոնք ոչ միայն մենք ունենք մեր երկրում, իմիջայլոց այդպիսի խնդիրներ ունեն գրեթե բոլոր երկրները, որոնք որ սկսել են արևային էներգետիկա ներդնել իրենց երկրում եւ հետեւաբար տարատեսակ խնդիրների կամ նոր հանգամանքների առաջ են կանգնում։ Ինչպես նաեւ շուկայի ազատականացման վերաբերյալ օրակարգային խնդիրներ ունենք, հիմնականում վերջի այցելության ժամանակ Թուրքիայում այս խնդիրներն են շոշափվել եւ հետեւաբար խոսել այդ մասին, իլուր աշխարհի հայտարարել ազգաբնակչությանը, որ այ տեսեք, ինչպես ձեր նշված անձնավորություններ իր խոսքում նշել, ես մամուլից եմ տեղեկացել, որ
այ տեսեք գնացել են Թուրքիա, որ բանակցեն, որպեսզի գան հեծը վաճառեն թուրքերին, դա կներեք առնվազն նման է Գեբելսյան քարոզչությանը, որ որքան սուտը մեծ է, այնքան հավատացողները շատ կլինեն։